ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ծանր հարվածներ հասցնել Իրանին Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի դեմ հարձակման փորձի համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գիշերը բալիստիկ հրթիռներով թիրախավորել էր Հորդանանում Միացյալ Նահանգների ավիաբազան եւ կենտրոնական հրամանատարության շտաբը՝ ի պատասխան Իրանի շահերի դեմ ամերիկյան գործողությունների։ Հորդանանը հայտնել էր իրանական 5 հրթիռ խոցելու մասին։ Վերջին օրերին տիրող հարաբերական անդորը խախտվել է նաեւ գիշերն Իրաքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորման թիրախներին ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով։ Որպես հարձակման պատճառ են նշվել ամերիկյան ուժերի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարվածները, որոնք ըստ ամերիկյան կողմի հայտարարության ուղղորդվել են ԻՀՊԿ-ի կողմից։ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Ռիադը թիրախավորել են խմբավորման դիրքերը երկրի 7 նահանգում։ Սպանվել է առնվազն 20 զինյալ, 30-ից ավելին վիրավորվել են։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրաքի իշխանությունների հետ համակարգել է հարվածները։ Բաղդադը դատապարտել է երկրի ինքնիշխանության դեմ հարձակումը։ Իրաքի վարչապետն ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, նաև հետաձգել Սաուդյան Արաբիա ծրագրված այցը։ Իրանի արտգործնախարարությունը նույնպես դատապարտել է Իրաքին հասցված հարվածները, նշելով դրանք նպատակ ունեն ընդլայնել Մերձավոր Արևելքում հակամարտության մասշտաբները եւ բացահայտ ոտնձգություն են Իրաքի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը ձմռանն ընդառաջ ԱՄՆ ղեկավարից խնդրել է Փեթրիոտ համակարգերի 300 հրթիռ էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումները հետ մղելու համար։ Axios-ի հետ զրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին իրենց հանդիպման ժամանակ համաձայնել է առաջ շարժվել Կիևին Փեթրիոտի հրթիռների արտադրության լիցենզիաներ տրամադրելու հարցում, որի մասին հայտարարվել էր Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ երկու ղեկավարների հանդիպմանը։ Զելենսկին նաև նշել է Թրամփը խոստացել է օգնել, բայց հստակեցրել է, որ դա դժվար է Իրանի դեմ պատերազմում հակահրթիռային համակարգերի անհրաժեշտության պատճառով։ Ուկրաինայի նախագահի խոսքով պատերազմի դինամիկայի փոփոխությունն օգնել է Թրամփի հետ իր հարաբերություններին, որոնք այժմ ավելի կառուցողական են եւ նախկինի նման էմոցիոնալ չեն։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել, քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Տելեգրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Պավել Դուրովի նկատմամբ ահաբեկչությանը հանցակցության մեղադրանքով։ Մոսկվան մեղադրում է Դուրովին Ուկրաինայի հետախուզական գործակալությունների եւ ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների կողմից օգտագործվող ալիքները, չաթերը եւ բոտերը չհեռացնելու համար, որոնք ըստ անվտանգության դաշնային ծառայության օգտագործվել են Ռուսաստանի տարածքում դիվերսիոն ահաբեկչական գործողությունների, զանգվածային սպանությունների նախապատրաստման եւ համակարգման, ինչպես նաև կիբերհանցագործությունների իրականացման համար, հանգեցնելով բազմաթիվ մարդկային զոհերի, պատճառելով միլիարդների նյութական վնաս։ Դուրովը, որը ծնվել է Ռուսաստանում, սակայն տարիներ շարունակ ապրել է արտերկրում եւ ունի Ֆրանսիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիություն, նշել է, որ այս գործը քաղաքական բնույթ ունի։ Նրա խոսքով Ռուսաստանի իշխանությունները պատրվակներ են փնտրում երկրի տարածքում Տելեգրամի հասանելիությունը սահմանափակելու համար։ Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայում հուլիսի 28-ին տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 18 մարդ, 60-ից ավելին վիրավորվել է։ Կաշիմա քաղաքում փլուզված առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զոհերի թիվը կարող է աճել։ Շուրջ 10,000 մարդ ապաստարաններում է։ Ստորգետնյա ցնցումների պատճառով արագընթաց գնացքների երթևեկությունը դադարեցվել է, չեղարկվել են թռիչքներ, վնասվել ճանապարհներ եւ կամուրջներ։ Որոշ շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։